Նախկին իշխանությունների ժամանակ որ մի հատ դպրոց էր վերանորոգվում, էդի վարչության պետի մակարդակով, իսկ նախարարության չգիտեմ ինչ մակարդակով դա արվում էր։ Հիմա մի հատ դպրոցի պատը ներկել է, դարձրել է իրադարձություն, ընկեր ջան, քանի նոր դպրոց ես կառուցել, քանի գործարան ես կառուցել, քանի թունել է, 58 թունել են կառուցել հարևան երկրում, տեղյակ եք։ 58 թունել, քանի թունել ես կառուցել, քանի ճանապարհ ես կառուցել, Նիկոլ, ասա, ասֆալտ ներկել չէ, քանի կոնկրետ ճանապարհ, ասա, այսքան ճանապարհ եմ կառուցել, այսքան բնակարան եմ տվել, այսքան շենք եմ կառուցել, ասա, ու ինչ է ասում, ասում է, մեր բանը Գյումրին միշտ եղել է միջին մակարդակի բիզնեսմենների վրա, չէ, մարդիկ դե աշխատել են։ Միջին խավ։ Վերացրել է։ Ճիշտ է։ Վերացրել է ընդհանրապես։ Գիտեք ինչի։ Ուրեմն սարքում է ռեալ օլիգարխիկ համակարգ, չքավորների հսկայական խավ։ Չքավորները պիտի շնորհակալություն հայտնեն, որ օլիգարխները գոնե հացի ու ջրի փող տալիս են։ Այսպես կառավարում են։ Որտեղ միջին խավն է, որ կարողանում է ձեռնոցնել օլիգարխիկ համակարգին, նյութապես ապահոված է, ունի սեփական բիզնես է, բյուջե հարկեր է տալիս եւ ինքն է, որ ընդ որում ասեմ բոլոր զարգացած երկրներում եւ տնտեսական ցուցանիշներում նայեք, ամենազարգացած ամենառեալ խավը, որ այդ երկրում կայացած է, միջին խավն է։ Ցանկացած երկրի ծնկի բերելու գաղութի կարգավիճակով շահագործելու համար միջին խավը, այո, իհարկե պիտի հավաքեն։ Չունենք, ասում է Գյումրիում գոյություն չունի միջին խավ։ Խո ժողովրդին աղքատության հարցել, ասում է ինչ ծրագիր էլ որ տանում ենք, զարգացնենք բիզնեսի բանի հնարավորություն պիտի տան, չէ։ Ամեն ինչ անում են, որ այն ընտրված մարդկանց բանան է։ Ես ճիշտ ասած ուրախ եմ նրա համար, որ մի կարևոր բան կա։ Վարդան Ղուկասյանը ժողովրդական լեզվով է խոսում։ Կարողանում է իր ժողովրդի հետ խոսի։ Եւ ճիշտ բացատրի ինչ է եղել, եւ նաեւ հրամայականներն է թե ինչի մեջ ենք, մի դրվակ ուղակի, ուրեմն սա այս գումարն էլ չեն հատկացրել, պարոն Նահապետյան։ Այն հատկացվելի գումարը։ Էդի չեն հատկացրել, այս միջոցառման գումարն էլ չեն հատկացրել։ Եվ էլի ով գնաց կազմակերպեց այս ամեն ինչը, 50-60 միլիոն դրել է ով։ Մեր ձևով շարժում Սամվել Կարապետյանը։ Ով։ Սիրելիները Սամվել Կարապետյանը, բայց ես ասեմ Սամվել Կարապետյանի թիմն էլ, չգիտեմ ինչ որ համեստության մանիայով եք տարապում, դուք ձեզնից ոչինչ չեք ներկայացնում, այդ ամեն ինչը Սամվել Կարապետյանն է եւ բարի եղեք, դա պետք է հանրայնացվի, որտեւ այս մարդու նկարագիրը այնպեսին է եղել 30 տարի, ինչ արել է, չի խոսել դրա մասին, ու ես կարծում եմ սխալ է արել, չնայած գործ անող մարդիկ, պարոն Նահապետյան, կհամաձայնեք, իրականում այդպեսին են, էլի։ Ասում է երբեք, Անժելա, մի ձերքը չիմանա, թե մյուս ձերքը ինչ օգնություն։ Բայց այսօր հայ ժողովուրդը իր ամենամեծ բարերարներին տարեն նստացրել են, այդ մի բանը ճիշտ ասեցին մեր ձևով, ասինքն երկու աշխարհում չգիտեմ քանի միլիարդ, հա? Աշխարհում 4 միլիարդեր նստա, 4 միլիարդերներից 4-ը հիմա բանտված են, 2 միլիարդերը հայ են։ Լավ եք հայ ժողովուրդ, լավ եք ձեզ զգում։ Մեկը Բաքվի բանտում, մեկը էստեղ։ Լավ եք։ 18 թվականին Նիկոլի հետևից գնացած 21 թվականին լավ եք դուք, ձեզ ոնց եք զգում, բան եք, երջանկացած սպասում եք թուրքերին, ես մի հատ խնդրեի Վարդան Ղուկասյանի ելույթից մի դրվակ և անցնենք հաջորդ թեմային։ Զի ոչ գիտեմ, զի ինչ գործել։ Ես այսօր ուզում եմ այն մարդկանց, որոնք իրենց ճակատին կրում են մի վատ բառ, որը կոչվում է Դավաճան, զգաստանալու հետ կան ու դառնան հայոց ակունքներին, փողն ու պաշտոնը Մեր զորավար Անդրանիկը ասում էր Մասիսի համար, եթե Մասիսին բան պատահի, Ազովի դառնալ Ֆիդայի։ Եվ ոչ թե մեր զինանշանների վրայից վերցնենք Մասիսը, եւ ոչ թե մենք հեռանանք մեր ակունքներից, մոռանանք մեր ցեղասպանությունը, մոռանանք մեր այսօրվա այն մեր բավերի եկածը, որ մենք եկել ենք Ադրբեջան Հայաստանից եւ Արցախը եւ ասենք այսօրվա Հայաստանը ընդունենք, ոչ։ Մենք այդպես ենք ընդունում, մենք կզովում ենք մեր նախնիներին եւ այն գեղելը, որ կատարվել է մեր ազգի նկատմամբ։ Եվ այսպես շարունակ շատ ճիշտ բան շեշտադրումներով։
Խնդրեմ, եթե բան ունեք այս թեմայի հետ կապված ասեք, թե Ես կարծում եմ Վարդան Ղուկասյանը իր կեցվածքը դիրքորոշում վաղուց է հայտնել եւ այդ առումով շատ ավելին է ազնիվ, քան շատ շատերը։ Ես չեմ ուզում անուններ թվարկել եւ ունի իր քաղաքական ճիշտ կողմնորոշումը, երկրի թիմ 1 խնդիր անվտանգությունն է եւ Վարդան Ղուկասյանը ճիշտ լուծում է տալիս։ Իհարկե, պատկերացրեք, որ մենք մեր երկրի քաղաքացիները ամեն այսօր արտանում են մտածելով կարող է վաղը կռիվնի, կարող է Ադրբեջանը Թուրքիան մտնեն, որը այդպես վերացական չի։ Իսկ հիմա տեսականորեն պատկերացրեք, որ այդ միության հարավային սահմաններում, ինչպես արևմտյան սահմաններում Բելարուսում միջուկային մարտագլխիկներով հրթիռներն եւ արեշնիկները, հիմա նույն հրթիռները եւ արեշնիկները լինեին Հայաստանի Հանրապետությունում, որից է մեկի մտքով կանցնել Հայաստանից գետ 1 քառակուսի սանտիմետր հող վերցնել։ Ճիշտ է ասում Վարդան Ղուկասյանը, ամբողջովին համաձայն եմ։ Բայց կան այդ համաձայն է այդ միության գնալ, ինչ ստացավ։ Այդ որ դուք շատ լավ կլինի գնանք Եվրոմիություն, բայց կարծեմ Եվրոմիությունը Եվրամիության ետառը շուտով չի մնալու։